Ոստիկանությունում անհեթեթություն են որակում Մաշտոցի պողոտայի բախումների հետևանքով ազատազրկված Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի հայտարարությունները ոստիկանության բաժնում ծեծի ու բռնությունների ենթարկվելու մասին։ Աղմկահարույց այս հայտարարություններով ընդդիմադիրները հիշեցնենք հանդես եկան վերջին երկու դատական նիստերում։ Նախ Շանթ Հարությունյանը օգոստոսի 13-ին ցուցմունք տվեց Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվելու օրը նոյեմբերի 5-ին ոստիկանական բաժնում իրեն ապտակելու եւ զենքով սպառնալու մասին։ Ասեց հիմա գլխիցդ խփում եմ, գրանցեմ դժբախտ պատահար, մեկա դու խելառ ես, գժի թուղթ ունես, պատմեց նա առանց ոստիկանի անունը բարձրաձայնելու, իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին ասաց իրեն թեթև խփել է։ Այնուհետև օգոստոսի 15-ին նիստում էլ ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ ոստիկանապետը իրեն եւ սպառնացել է եւ խփել, դրա համար էլ հակասական ցուցմունքներ է տվել։ Եկել կայնել են ընդեղ ինձ ասում տղաներ զինվորական հեսա թիկունքից կխփեն բան, Ղարաբաղ չի ծառայում բան։ Բա ինչ թուղթայից ստորագրելու է եթե։ Համոզված եմ սաղին էլ այդ նույն բանն արել են։ Այսօր սուրբ ձևացող ոստիկանապետը եկել անձի 5 հոգով բռնել են ծեծել անձի։ Այսենց օֆիցիալ հայտարարում եմ, մինչև մի չէի ասում, որ ստե ասեմ։ Եկե ինձ ծեծելա ձեր քննիչների ու իր բաշի բոզուկների հետ։ 4 հոգի ձեռներս բռնել են, մեկն է վիզեսա բռնել, ինքներ խփում էր։ Երկու նախագահների կողմից կառավարական պարտիաները իր բաշի բոզուկներից մեկը դոշիցս փոքեց տարավ։ Այդ ամեն էմպաթիկ կտորի հիմար ես լիտրով արուն եմ թափել, օրգանիզմիս կեսը թողել եմ սահմաններում։ Ու մեկը դրանք գազերին չես անում։ Ես ծեծելուց չեմ նեղացել։ Ես ոստիկանին եմ խփել, ինքն էլ եկել իր ոստիկանի թասի դու հիմար ինձ ախպել։ Բայց այդ մեդալներից բանը որ փոքեցին տարան, էդի ասում եմ ամենավերջի հայ այդպես բան կանանից։ Ու մինչև մի չկա այդ, մի ֆորմես բերեք նայեք, բերեմ չկա այդ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից այսօր մեզ փոխանցեցին, որ անհեթեթությունները չեն մեկնաբանում։ Հիշեցրեցին, որ ի սկզբանե հատուկ քննչական ծառայությունը զբաղվել է նման պնդումներով եւ որոշում է կայացրել։ Խոսքը ՀՔԾ-ի նոյեմբերի 20-ի որոշման մասին է, որով ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ, հիմնավորելով, որ հանցագործության դեպքը բացակայում է։ Այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իրավապաշտպան Արթուր Սաքունցն էին ահազանգել, որ իրենց այդ հանդիպումներում եւ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը պատմել էին ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու մասին, բայց քննչական ծառայությունը պարզաբանեց, որ այդ տեղեկատվությունը չի հաստատվել իրենց կատարած ստուգողական գործողությունների արդյունքում, իսկ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հրաժարվել են բացատրություններ տալ ու պատասխանել հարցերին։ Ընդդիմադիրների փաստաբան Ինեսա Պետրոսյանը այսօր մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանում Հարությունյանի ու Վարդանյանի տված վերջին ցուցմունքները կարող են հիմք հանդիսանալ հատուկ քննչական ծառայության նախկին որոշումը վերացնելու եւ այդ պնդումներին նորից անդրադառնալու համար։ Ամեն դեպքում հիմք է, որովհետեւ ըստ էության այո, իրենք փաստորեն հայտարարեցին այդ մասին, մասնավորապես Վարդան Վարդանյանը ավելի հստակ հայտարարեց, կոնկրետ իր խոսքը ավելի բողոքի էր նման։ Իրավապաշտպանների համոզմամբ դատարանում հնչած այս հայտարարություններից անմիջապես հետո պետք է դատախազը որոշում կայացներ քրեական գործ հարուցելու մասին, իսկ դատավորը համապատասխան գրություն ուղարկեր հատուկ քննչական ծառայություն։ Հայաստանի իրավապահ ու դատական մարմինները պատասխանատվություն են կրում ոստիկանների հանցագործությունները կոծկելու համար, մեծ այդ զրույցում նշեց Արթուր Սաքունցը, վկայակոչելով նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդու նույն գործով անցնող Շահեն Հարությունյանի ցուցմունքները։ Ըստ այդ ցուցմունքների ոստիկանության բաժնում տղային ասել են, թե հայրը մահացել է։ Այն որ քննություն չեն իրականացնում, դա հենց խոսում է իշխանության մարմինների անգործության մասին եւ դիտակցված անգործության մասին։ Ժաննա Ալեքսանյանն էլ ասաց, զարմանալի կլիներ, եթե այս ահազանգերի կապակցությամբ քրեական գործ հարուցվեր։ Բայց սա վերաբերում է նորմալ երկրներին։ Մեր երկրում ես չեմ հիշում դեպք, որ հաստատված խոշտանգման դեպքում անգամ քրեական գործը հարուցվի եւ արդյունավետ ավարտ ունենա։ Անպատժելիության ուրեմն գործոնը ոստիկանապետին թույլ է տալիս գնալ, մտնել իր տիրապետության տակ գտնող տարածքներ եւ իր համախոհների աջակցությամբ, այսինքն նրանք պետք է բռնեն ինքը, որ նսեմացնի այդ մարդկանց։ Սա բարձրաստիճան պաշտոնյայի բացահայտ
անպատժելիության դրսևորումն է եւ սա առաջին դեպքը չէ։ Մտքներով է չի անցնում հարուցել քրեական գործ, սա նրանց համար ընդհանրապես ծիծաղելի կլինի։ Հիմա Վովանա գնացել է, ծեծել է։ Դա բնական եւ նորմալ երևույթ է համարվում մեր երկրում։ Որևէ մեկին դրանով չի զարմացնի։ Եթե չի ծեծել, քննություն կատարեք, լավ, գոնե քննություն կատարեք։ Միայն այդ դեպքում մենք կարող էինք իմանալ ինչ էր տեղի ունեցել։